Լավ, շնորհակալ եմ պատասխանի համար, այսպես մի հարց Սաշա Սուլթանյանից։ Պարոն Խուրշիդյան, դուք եւ Ժառանգության մի շարք ակտիվիստներ Արցախի անկախության առթիվ ելույթ եկաք այդպիսի հայտարարությամբ։ Այսօր Արցախի անկախության օրն է, պահանջում ենք ազգային ժողովից ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այսօր Հայաստանի կողմից Արցախի անկախության հարցը որքանով է իրատեսական, այսինքն որքանով կբխի դա Հայաստանի եւ հայ ժողովրդի շահերից։ Տեսեք, մենք մի քանի անգամ ենք բարձրացրել Ղարաբաղի անկախության, Արցախի անկախության ճանաչման հարցը Հայաստանի կողմից։ Ինչի է դա կարևոր։ Մինչև Հայաստանը չճանաչի Արցախի անկախությունը, որևէ այլ երկիր, ես չեմ պատկերացնում, թե ինչի պետք է ճանաչի այդ անկախությունը, հա, եւ ինչ մեթոդաբանությամբ պետք է ճանաչի։ Երկրորդ, փոխվել է իրավիճակ եւ ցանկացած դեպքում, երբ որ մենք առաջադրել ենք, սկսած 2006 թվականին լինի դա, 2010 թվականին, հա, մենք առաջնորդվել ենք նրանից, որ իրավիճակը բարենպաստ է նման նախաձեռնության համար։ Օրինակ 2006 թվականին դադարել էին ըստ էության բանակցությունները Մինսկի ֆորմատում, քանի որ Ադրբեջանը հերթական անգամ մերժել էր ուրեմն համանախագահողների առաջարկված փաթեթը, որքան էլ որ նույնիսկ Հայաստանի համար դա անընդունելի լիներ եւ մենք որպես կուսակցություն դեմ լինենք դրան, բայց պաշտոնապես Ադրբեջանն էր մերժել դա եւ ստեղծվել էր մի վիճակ, երբ որ նույնիսկ համանախագահող կողմերն էին ասում, որ իրենք որևէ այլ կերպ, որևէ նոր տարբերակների վրա աշխատելու իմաստ չեն տեսնում եւ անզոր են իրենց արդեն գտնում որևէ բան շարունակել այս ուղղությամբ եւ հասկացնում էին դրանով, որ ֆորմատի փոփոխության եւ ստատուս կվոյի փոփոխության խնդիր կա, որը կարող է խթանել բանակցային ընթացքը։ Երբ որ մենք դա անում ենք եւ առաջարկում ենք, այն ժամանակ Ռաֆի Հովհաննիսյանը հանդես եկավ 2007 թվականին ներողություն, հենց խորհրդանական ընտրություններից հետո մեզ մեղադրում են դրանով, որ համարյա թե մենք հրահարում ենք նոր պատերազմ եւ այլն եւ այլն։ Նման անհեթեթ ուրեմն համադրություններ անել, ուղղակի անտեղյակ լինել նշանակում է աշխարհական վիճակ։ Նաեւ հակակշիռներին եւ ռազմական հավասարակշռությանը։ 2007 թվականը ամենաբարենպաստն էր, ել չենք խոսում նրա մասին, որ դա շատ ավելի վաղուց պետք է ճանաչվեր դեռ պատերազմը ավարտվելուց անմիջապես հետո, 94 թվականին կամ ընթացքում։ Բայց քանի որ մենք ժամանակը կորցրել ենք, այն ժամանակվա ազգային ժողովը դա չի արել, գոնե հիմա պետք էր անել։ 2006 թվականին շատ բարենպաստ էր։ Նոր էին սկսել Ադրբեջանի նավթային հիմնական մուտքերը, հա։ Նոր էր սկսել Ադրբեջանը զինվելու process-ը։ Հավասարակշռությունը այն ժամանակ օգուտ Հայաստանի էր։ Նա Ադրբեջանը երբեք չէր համարձակվի ինչ որ ռազմական քայլ անել եւ դա վնաս իրեն էր լինելու։ Հակառակը, եթե աներ, միգուցե ավելի լավ լիներ այն իմաստով, որ վերջնականապես այդ հարցը կլուծեինք եւ կփակեինք։ Հիմա գնալով ավելի դժվարանում է, որովհետեւ գնալով իր նավթային մուտքերը ավելանում են, գնալով ինքը ավելի մեծ ծավալով զենք եւ զինամթերք է գնում եւ ժամանակը մեր օգտին չի աշխատում։ Այն ինչ որ հնարավոր է անել այսօր, կարող է 2 տարի հետո ընդհանրապես անհնար լինի։ Նույնիսկ եթե մեզ խնդրեն այն ժամանակ ինչ որ միջազգային ուրեմն ակտորներ, կարող է մենք չհամարձակվենք դա անել այդ խնդիրներից ելնելով բալանսի խախտումից ելնելով։ Այնպես որ բնականաբար մեր շահերից բխում է, դրա համար ենք մենք դա առաջարկում։ Մեկ, երկրորդը ազգային ժողովի կողմից ճանաչելը դա ամբողջական ճանաչում դեռ չէ, որովհետև կա գործադիր ճանաչում, իրականում նախագահան պետք է ճանաչի, գործադիրը պետք է ճանաչի, որ համարվի ճանաչված խորհրդանի կողմից ճանաչումը ճիշտ է ունի բավականին լուրջ դիվանագիտական կշիռ, բայց ամեն դեպքում դա չունի իրական ճանաչման, գործադիր ճանաչման արժեքը, հա։ Այդ իմաստով դա ճնշման նաև գործիք է։ Ճնշման թե միջազգային ուրեմն ձևաչափերի վրա, այդ Մինսկի խմբի վրա եւ թե Ադրբեջանի վրա որպես ուրեմն հակառակ կողմ, այն իմաստով, որ այսպես շարունակվել այլևս չի կարելի եւ Ադրբեջանի ցանկացած նման հակահայկական քայլ ստանալու է իր համարժեք պատասխանը։ Որտեւ եթե մենք Ադրբեջանի ամեն քայլին կուլ գնանք եւ ցույց տանք, որ մենք անզոր ենք ցանկացած իր քայլի կողմից, բացի աղմուկից ոչինչ էլ չենք կարող անել, դա ընդհանրապես մեր թուլության նշան է, դա ավելի շատ կարող է հրահարել հակառակ կողմին, սկսելու այ հենց այդ պատերազմական գործողությունները, երբ որ դիմացինը տեսնում է, որ դու թույլ ես եւ բացի հայտարարություններից եւ աղմուկից ուրիշ ոչինչ չես կարող անել, ոչ մի բանի չես համարձակվում, դա իրեն կարող է խրախուսել, իր ագրեսիվ ուրեմն տրամադրությունները կարող է խրախուսել, մանավանդ մենք գիտենք ում հետ գործ ունենք։ Շատ բարձր հաջորդ հարցը, որը Տիրայր Մուրադյանի կողմից է, պարոն Խուրշիդյան, կցանկանայի լսել ձեր անձնական տեսակետը, քանի որ ժառանգության տեսակետն արդեն բարձր է։ Ինչ եք կարծում, եթե հնարավոր լիներ այս թեժ մթնոլորտում ճանաչել
Լեռնային Ղարաբաղի անկախությունը, դա ինչպես էր անդրադառնալու ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքների վրա։ Եթե մինչ այս պահ բանակցություններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը չի ճանաչվել որպես անկախ երկիր։ Հետարքիր հարց են իմաստով, որ բարձրացնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի հարցը։ Տեսեք, վերջերս Գոսդեպի հայտարարություն եղավ, որ իրենք կարծում են, որ այս քայլը Սաֆարովի հետ կապված Ադրբեջանի քայլը հարցականի տակ է դնում Մինսկի խմբի ձևաչափի շրջանակներում ընթացող բանակցությունները։ Ինչ է դա։ Դա ակնարկ է, որ Մինսկի խմբի ձևաչափը կարող է փոփոխվել։ Հա, այսինքն այդ կասկածը արդեն դրվում է նաև Միացյալ Նահանգների կողմից, որ իսկ նա ամենա ուժեղ, ասենք ասենք, հա, խաղացողն է Մինսկի խմբի այդ 3 խաղացողներից։ Եվ բացի դրանից մենք ունենք մեկ այլ ուղերձ եւս, պատահական չէ, որ միջ այդ նույնիսկ Կոնեկտիկուտի Մասաչուսեթսի նահանգը, եթե չեմ սխալվում, Մասաչուսեթսի ճանաչեց ուրեմն Ղարաբաղի անկախությունը իր ուրեմն օրենսդիր մարմնի մակարդակով։ Ինչ է դա նշանակում։ Եթե ինչ որ մեկը կարծում է, որ հայկական համայնքը, հայկական լոբին կարող է նման քայլ հաջողացնել որևէ նահանգում Միացյալ Նահանգների առանց թեկուզ լրելյալ ուրեմն համաձայնության պետդեպարտամենտի նման լրջագույն արտաքին քաղաքական խնդիր հաջողացնել, նա չարաչար սխալվում է։ Այն ինչ որ թույլ է տալիս պետդեպը, այդ շրջանակներում հայկական լոբին կարող է որոշակի հաջողությունների հասնել, ինչպես որ օրինակ նահանգներում, բոլոր գրեթե նահանգներում ցեղասպանությունը ճանաչվել է։ Դա պետդեպի լրելյան համաձայնությամբ է տեղի ունեցել, որովհետև պետդեպը ոչ խոչընդոտել է, ոչ էլ հակադարձել է որևէ կերպ։ Իսկ այս դեպքում, եթե պետդեպը դա թույլ չտար, եւս որևէ նահանգ չէր ուղղակի կարողանա նման բան անցկացնել։ Դա եւս ընդամենը ուղերձ էր, որ այս ուղղությամբ կարող են գնալ զարգացումները եւ այդ ուղղությունը միգուցե ընդունելի է Միացյալ Նահանգների համար։ Մանավանդ երբ որ այսօր հարվածի տակ է հենց ադրբեջանական կողմը իր սխալ քայլերի արդյունքում, եւ մենք պետք է այդ ուղղությամբ մտածենք եւ խրախուսենք այդ գործընթացը։ Խրախուսենք, որտեւ Մադրիդյան սկզբունքները, որոնք որ այսօր Մինսկի խմբի ձևաչափով հիմնական սկզբունքներն են, որի շուրջ Մինսկի խումբը պատրաստվում է լուծել Արցախի խնդիրը, մեր համար անընդունելի սկզբունքներ են։ Մենք դրա մասին բազմիցս հայտարարել ենք եւ ընդհանրապես հայ ազգային շահերին հակասող սկզբունքներ են, որտեղ որ Արցախի անվտանգությունը ընդհանրապես հարցականի տակ է դրված, քանի որ նախատեսում է ազատագրված տարածքների վերադարձը մեծ մասի առնվազն, հա, անհասկանալի կարգավիճակ Արցախի համար, որովհետև այդ հանրակրվեի հարցը անընդհատ ուրեմն տարբեր մեկնաբանությունների տեղից է տալի, որովհետև հստակ որևէ ձևակերպում չկա, թե ով պետք է անցկացնի այդ հանրակրվեն, ինչ տարածքներում, ովքեր պետք է մասնակցեն եւ ինչ հետևանք պետք է ունենա։ Այսինքն Մադրիդյան սկզբունքները ի սկզբանե մեր համար վտանգավոր եւ վնասակար ձևաչափ են։ Եվ այն, որ նրանք չեն ընդունվել, միայն շնորհիվ մեր էլի հակառակորդի սխալ քայլերի, որը որ մաքսիմալիստ է, ուզում է ամեն ինչ եւ միանգամից եւ արդյունքում ոչինչ չի ստանում, բայց մենք չպետք է թողնենք ամեն ինչ դրա հույսին, որ ինքը անդադ պետք է շարունակի սխալվել։ Մի օր էլ կարող է այնտեղ ինչ որ նոր իշխանության գա եւ ասենք թե, հա, կամ Ալիևը քնի զարթնի, որոշի լավ համաձայնենք Մադրիդյան սկզբունքներին եւ ընդունենք եւ ինչ պետք է անենք մենք այդ ժամանակ։ Շնորհակալություն պարոն Խուրշիդյան, հաղորդման ավարտին կուզեի, որ եթե ինչ-որ ասելիք ունեք, որը հարցի տեսքով չհնչեց եւ կուզեիք դուք բարձրացնել այդ հարցը կամ խնդիրը, խնդրեմ ձեզ 2 րոպե ժամանակ տեղավորվելու համար, խոսքը ձերն է։ Ну, մենք ունենք մի կարևոր իրադարձություն, որը առաջիկայում ունենալու ենք, դա նախագահական ընտրություններն է, եւ ես հուսով եմ, որ ձեր հաղորդումը մետեղ տալով այդ ընտրություններին եւ դրա հետ կապված գործընթացներին կկարողանա ինչ-որ ձևով նաեւ լրացնել դաշտում արկա այն բացը, որը որ նախագահական ընտրությունների հենց վերլուծական ինչ-որ իմաստով, հա, ավելի խորը գնահատականներ պարունակող դաշտ կարող է ստեղծել։ Շնորհակալություն պարոն Խուրշիդյան։ Շնորհակալություն հայտնելով պարոն Խուրշիդյանը, կուզեի հիշեցնել, որ կհանդիպենք հաջորդ օրը։